Լեռնային Ղարաբաղն այսօր տոնում է անկախության հռչակման օրը սահմանային լարվածության և չճանաչվածության պայմաններում։ Տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղում է Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Գրեթե քառորդ դար առաջ անկախություն հռչակած Ղարաբաղը և դրան աջակցած Հայաստանը ձգտում են Ղարաբաղի միջազգային ճանաչման, սակայն 2 տասնամյակ տևող բանակցություններն Ադրբեջանի հետ որևէ արդյունքի չեն հանգեցնում։ Բաքուն կտրականապես մերժում է կարգավորման ցանկացած տարբերակ, որով Ղարաբաղը տեսականորեն կարող է ինքնուրույն ապագա ունենալ Ադրբեջանից հեռու։ Մոտ 140,000 բնակչություն ունեցող երկիրը պաշտոնապես ներկայանում է որպես ինքնիշխան, ինքնաբավ, տնտեսապես անկախ, օրինապահ և հավատարիմ բացառապես ժողովրդավարական արժեքներին։ Անցած 24 տարիների ընթացքում սակայն Ղարաբաղին պաշտոնական ձեռք է մեկնել նահանգների, քաղաքների և քաղաքական այլ միավորումների մակարդակով։ Այստեղ սակայն չեն վհատվում, ասում են ամեն ինչ դեռ առջևում է։ Դժվարին, բայց և պատվաբեր ուղի է անցնում Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանի և Սփյուռքի հետ միասին։ Իր շնորհավորական ուղերձում այսօր ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։ Արցախի հանրապետության անկախությունը բացառիկ արժեք է, որի համար մեր ժողովուրդը չափազանց թանկ գին է վճարել։ Մեզ ոչ ոք անկախություն չի նվիրաբերել։ Մենք պայքարել ենք դարեր շարունակ և այն նվաճել մեզ պարտադրած պատերազմում, այդ իսկ պատճառով Արցախը երբեք չի կարող շեղվել իր ընտրած ուղուց և այսուհետ էլ արվելու է ամեն ինչ նրա անսասան ընթացքն ապահովելու համար։ Այսօր մեր պայքարի կարևորագույն ուղղություններից են հանդիսանում նաև տնտեսության շարունակական զարգացումը և արտաքին քաղաքականության հետևողական իրականացումը։ Աշխարհի և ոչ մի երկրի հետ պաշտոնապես դիվանագիտական կապեր չունեցող Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այդուհանդերձ վստահ է, հաջողություններ լինելու են։ Այսօր մեր պետությունը հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ հստակ քայլերով գնում է առաջ։ Այո, մենք ունենք նաև խնդիրներ և չնայած ընդունված չէ տոնականորեն խնդիրների մասին խոսալ, բայց մենք այնքան վստահ ենք մեր ուժերի վրա, որ կարող ենք նույնիսկ այսօր խոսել մեր խնդիրների մասին, բայց այդ խնդիրներին զուգահեռ մենք ունենք նաև բազմաթիվ հաջողություններ և այդ հաջողությունների թիվը, քանակը ավելանալու է տարեց տարի։ Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղում ընդունված է տոնել մեծ շուքով։ Անկախությունը խորհրդանշող օրը ևս մեկ առիթ է խոսելու ձգտումների մասին։ Այստեղ ասում են անկախության հռչակմանը հաջորդած պատերազմը Ադրբեջանի համար հողատարածքի, իսկ Ղարաբաղի բնակչության համար տան պայքար էր։ Ղարաբաղցիներն ասում են ուրախ են, որ այսպես է դասավորվել։ Ազատ ենք, ինքնուրույն և այլևս խտրականության չենք ենթարկվում, ասում են Ազատության հետ զրուցած ղարաբաղցիները։ Անկախությունը շատ կենանշանակում։ Այնքան անկախության տակ մտքեր կատարել շարադես կոտնացի միջև։ Մենա որ մենք արդեն Ղարաբաղ չենք գտնում, որ ինքը արդեն անկախության հետ ռեսպուբլիկա է։ Մեր խոխը հայերեն ընկացում, մեր խոխը ազատն իրանց զգում, գիտում որ իրաց շոկ չկա։ Այսօր ես ունեմ ընտրության հնարավորություն, այսինքն ոչ ոք ինձ չի ասում ինչ անել, ես եմ ընտրում։ Զգում եմ, որ խաղաղ երկրում եմ ապրում, իհարկե այդ խաղաղությունը բացարձակ չէ, զգալով նաև, որ սահմանին այդքան էլ խաղաղ չէ, բայց այն, որ այսօր Ստեփանակերտում այս միջոցով կարող ենք նշել։ Ինչ ասում են ազատ ապրում քանի մուզեյ։ Ուրեմն մուզեյը սամը գլանի, ստի շարունակ կյանքը, գրեչի, սամը գլանի դա